Խնածախի ուղղությամբ թշնամու կրակոցներն առավել թիրախային են դարձել։ Այս անգամ անկանոն կրակահերթեր են բաժին հասել գյուղապետի տանը։ Պատուհանը կոտրելը, անտիրոջ սվիտրը հանած տեղաշորի վրա է, մտալ սվիտրի մեջ։ Մեկ շաբաթից ավելի է գիշերը 10-ից հետո է թշնամին սկսում կրակել Խնածախի ուղղությամբ։ Վերջին միջադեպի ժամանակ ննջասենյակում տանտերն ու կինն են եղել։ Էպիկենտրոնի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ թշնամու նպատակը հոգեբանական ճնշում գործադրելն է, որ խնածախցին թողնի իր տունն ու հեռանա գյուղից։ Բոլոր կանայք երեխաները դրսերում կանգնած խոսում են, ինչ անեն, գյուղը լքեն, կամավոր տան թուրքին, թե ինչ անեն։ Լրիվ վախից կանգնած, ստեղ կանգնած խոսում են։ 7 օր որ այդ վիճակն է, ինչ են անում։ Մենակ ինձ թվում է բոլորս էլ մարդենք վախենում ենք, մենակ գիշը պետք է լինի, որ չվախենա։ Եթե նախկինում թշնամին սահմանափակվում էր օդ կրակելով, հիմա չի խորշում անզեն գյուղացիներին նշանառության տակ վերցնելուց։ Մարդիկ ասում են, եթե այսպես շարունակվի, ստիպված են լինելու հավաքվել ու քարանձավներում պատասպարվել, ինչպես 90-ականներին։ Էսել է գյուղի ծերը, մեր տունն էլ է, երկու տուն վերևել մեր տունն է, էլի նույն ուղղությամբ գյուղի ծերին։ Հիմա մենք էլ արդեն գիշերը մենք էլ մտածում ենք ոնց պիտի քնենք։ Հինգշաբթի ԵՄ-դիտորդները սահմանային լարվածության ֆոնին գնացել էին Խնածախ։ Գյուղացիները հույս չեն կապում առաքելության հետ, ասում են, եթե նրանց այցերը կշիռ ունենային, թշնամին չէր շարունակի սադրել։ Ինչ արին ասի։ Ոչ մի բան, պոստերը ուժեղացրին, աշխարազորին զինվոր տվեցին, ասեն թող ուժեղանա, ընդամենը 7 հոգի աշխարազոր կանգնումա թուրքի տակի պոստին, իմ տղան էլ դիրքի ավակնա։ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, բայց սրա փոխարեն Բաքուն Երևանին է մեղադրում սահմանին կրակելու համար, շարունակելով անտեսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Փաշինյանի աշխատակազմի առաջարկը։ Հայաստանին մեղադրելուն զուգահեռ չեն դադարում նաև Ադրբեջանի պահանջները։ Այս երկրի ԱԳՆ-ն նորից խոսել է Հայաստանի այսպես կոչված տարածքային պահանջների մասին, որոնք իբր Հայաստանի սահմանադրության մեջ են։ Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, որոնք ըստ իրենց շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Նշվում է նաև, որ պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արդյունոտ էջերը վերջնականապես շրջանցել եւ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։